Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ալիևը ցրում է Մեջլիսը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռազմիտ Մեթիևի կալանքին նրա զինված հեղաշրջման փորձի և պետական դավաճանության մեղադրանք ներկայացնելուց հետո կապված Բաքվում ներքաղաքական իրավիճակը նկատելիորեն սրվում է։ Մայդան TV-ն առացանց լրատվամիջոցների տեղեկություններով իշխող կուսակցության վերնախավում Մեթեհիի դավաճանական գործունեության վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի։ Որոշ փորձագետներ պնդում են, որ Միլի Մեջլիսի իշխանական մեծամասնության կազմում Մեթեհին ունի իր սեփական խմբակցությունը, որ կարող է որոշումներ կայացման վրա ազդեցություն ունենալ։ Այլ աղբյուրների գնահատմամբ Իլհամ Ալիևն անցյալ տարվա ամռանը Միլի Մեջլիսի արձակման և արտահերթ ընտրությունների գործընթաց է սկսել, որպեսզի ազատվի խորհրդարանում Մեթեևի խմբակցությունից, բայց դա լիովին չի հաջողվել։ Ըստ այդմ, անկյալ Մեթեևը գործող Միլի Մեջլիսում առնվազն 20 համակիր պատգամավոր ունի։ Տեղեկություններ կան, որ իշխանությունները նրանց դեմ կոմպրոմատների պատերազմ են նախաձեռնել։ Օրերս մասնավորապես սոցիալական ցանցերում պատգամավոր Էլման Նասիրովի դեմ գրառում է կատարվել Լազերար անունով մի օգտատեր։ Նա հանդես է եկել որպես Նասիրովի առաջին ամուսնությունից ծնված դուստր և հայտարարել, որ բարոյականության տիպար հանդես եկող Նասիրովան իրականում մի անհոգի անձ է, որ լքել է իր զավակին և ոչ մի օգնություն նրան չի ցուցաբերել։ Մի շարք ոչ այնքան հայտնի լրատվամիջոցներ թիրախ են ընտրել նախկին պատգամավոր Ֆազաիլ Աղամայևին։ Մեթեևի հովանավորյալների շարքում հիշատակվում են պատգամավորներ Զահիդ Օրուջևը և Սամադ Սեիդովը։ Վերջինս ավելի քան 2 տասնամյակ ԵԽԽՎ-ում գլխավորել են ադրբեջանական պատվիրակությունը։ Մեհիթևի ռուսամետ և հակաադրբեջանական խմբակցությունից ազատվելու մի հնարավորություն կա։ Յենի Ազարբայջանի մեծամասնության միջոցով նախաձեռնել Միլի Մեջլիսի արձակելու և խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնելու գործընթաց, գրում է Օխուազը։ Արդյոք այդ տեսակետը համաձայնեցված է Իլհամ Ալիևի աշխատակազմի հետ, բարդ է ասել, բայց թեմայի հանրայնացումն արդեն իսկ բավականին նշանակալի է։